Դու կգարձես, թե կենդանի ես, բայց միայն այն պատճառով, որ գիրագի օրերը եկեղեցի կերտաս կամ քրիստոնեական անունը կգրես։ Լսե Տիրոջ ձայնը, որ կթափանցե ամեն տեսակի դիմակներու ետին։ Գսե անուն ունիս, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Ասիկա հայտնության գրքի ամենասարսափելի ախտաճանաչումն է։ Սարտիգեի եկեղեցին ոչ հալածանք ուներ, ոչ հալ ներքին հարցակումներ։ Անոնք ունեին բարի համբավ։ Անոնք հարկված էին հասարակության մեջ եւ կողմե, եւ անոնք հաջողակ էին որպես քրիստոնյաներ։ Սակայն Աստծո աչքին անոնք հոգևոր գերեզմաններ էին։ Այսօր մեր աշխարհը լեցուն է նման թիակներով։ Մարդիկ, որոնք գխոսին Աստծո մասին, բայց չունին Աստծո կյանքի իրենց մեջ։ Մենք կպնակենք Սարտիգեի մեջ, ուր գրոնքը դարձած է զարդարանք, իսկ հավատքը մշակույթ։ Բայց Տերը կզգուշացնե, եթե արթուն չմնաս, պիտի կամ քեզի որպես քող։ Պատրաստ ես լսելու Սարտիգեի պատգամը, որ պիտի հայտնի քո հոգևոր իրական վիճակը եւ քեզ պիտի ստիպե արթնալ քո մահվան քունեն։ Հարկելի դիակներ, արթնություն մահվան քունեն։ Ողջույն եւ բարելույս հանաբազորիացի սիրելի ունգընտիրներ, այսօր մարտ 7-ն է եւ մենք կշարունակենք հայտնության մեկնաբանությունը 3-րդ գլուխ 1-6։ Սիրելիներ, այսօր մենք կգանքնենք Սարտիգեի եկեղեցվո դիմաց։ Այս եկեղեցին չուներ հեզապելի պես մոլորեցնողներ, չուներ փաղամի պես հարմարվողներ եւ չէր հալածվեր Զմիրնիայի պես։ Սարտիգեն հանգիստ էր, Սարտիգեն ապահով էր, եւ ճիշտ այդ հանգստությունն էր անոր գերեզմանը։ Դերը կներկայանա որպես ան, որ ունի Աստծո 7 հոգիները եւ 7 աստղերը։ Ան կտեսնե ոչ թե այն, ինչ որ մարդիկ կտեսնեն, այլ այն, ինչ որ գա իրականության մեջ։ Մեր օրյա քրիստոնեության ամենամեծ ողբերգությունը Սարտիգյան վիճակն է։ Մենք ունենք անուն, մենք ունենք պատմություն, մենք ունենք ավանդություն։ Մարդիկ մեզի գնային ու գսեն, ինչպիսի բարեբար ժողովուրդ եք, բայց Աստված գնայի ու գսե, դուք մեռած եք։ Դու գրնաս լալ ամենօրինակելի քաղաքացին, գրնաս լալ եկեղեցվո ամենաշատ նվիրատվություն ընողը, բայց եթե քո սրտիդ մեջ Սուրբ Հոգին կյանքը չկա, դու բարձրապես հարկելի դիակ մնես։ Այսօրվա պատուհանները, որոնք կհարված են աշխարհը, գուքան ցնցելու այն հոգևոր գերեզմանները։ Աստված թույլ կտա դակրաբներ, որբեսի տեսնենք, թե արդյոք մեր հավատքը կենդանի է, թե սոսկ դիմակ։ Մարգարեական գոչը հստակ է. արթուն եղիր եւ հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են։ Քո հոգևոր կյանքիդ մեջ կան հատվածներ, որոնք արդեն սկսած են հոդիլ, նեխիլ։ Քո աղոթքի կյանքը, քո սրտի մաքրությունդ, քո նախանցախնդրությունդ ասոնք մեռնելու վրա են։ Դերը գսե, թե քո գործերդ կատարյալ չկդավ Աստծո առջև։ Դու կգադարես քո բարդականությունները, բայց առանց սրտի։ Դու կկայլես Քրիստոսի ետևեն, բայց քո հայացքդ աշխարհի վրա է։ Արթնության գոչը քեզ մեկը բանջե ոչ թե նոր գործեր, այլ վերադարձ այն կենդանի հաղորդության, որ ունեիր Աստուծո հետ։ Լսեցեք ահաստու նախազգուշացումը, գսե, եթե արթուն չմնաս, պիտի կամ քեզի որպես քող եւ պիտի չգիտնաս, թե որ ժամուն պիտի կամ քու վրաց։ Այսօրվա աշխարհը կպատրաստվի հանգարձակի տադաստանի։ Մինչ մարդիկ գսեն խաղաղություն եւ ապահովություն, հանգարձակի գործանումը կհասնի։ Եթե դու Սարտիգեի պես քնացած ես քո ցեղականությանդ մեջ, Տիրոջ քալուստը քեզի համար պիտի չլա ուրախություն, այլ սարսափ։ Պատուհանները, որոնք կտեսնեն կամ կտեսնենք, համաճարակներ, երկրաշարժներ, պատերազմական սպառնալիքներ, բոլորը Տիրոջ ոտնացայներն են։ Ան կմոտենա, բայց դու այնքան խոր քնացած ես քո հանգստությանդ մեջ, որ չես լսեր զանոն։
Սակայն Սարտիգեի մեջ իսկ գային քիչեր, որոնք իրենց հագուստները չէին բղձած։ Այսօր այս աբագանած տարում մեջ Աստված ունի իր մնացորդը։ Անոնք այն հոգիներն են, որոնք չեն հարմարիր մեռած գրոնականության հետ։ Անոնք այն անհատներն են, որոնք կբայքարին ամեն օր սուրբ մնալու համար։ Դերը կխոստանա, որ անոնք ջերմակ հագուստներով պիտի քայլեն իր հետ։ Ջերմակ հագուստը հաղթանակի և սրբության նշանն է, ինչպես գիտեք։ Այսօր աշխարհը կփորձե մեզի հագցնել մեղքի մոխրագույն հագուստները, բայց հաղթողը մեզ կգանչե լվացվելու քառնուկի արյան մեջ։ Արթնության գոչը քեզի կհարցնե. քու անունդ գա կենաց գրքի մեջ։ Դերը գսե, որ հաղթողին անունը բնավ պիտի չչնչե այդ գրքեն։ Ասիկա կնշանակե, որ գա վտանգը չնչվելու։ Եթե դու կշարունակես ապրիլ որպես հարկելի թիակ, եթե դու չես ապաշխարեր քո հոգևոր անտարբերությանդ համար, դու կրնաս գործընծնել քո հավիտենական դեղդ։ Գալիք օրերը պիտի ելան սարսափելի անոնց համար, որոնք միայն անունով քրիստոնյա են։ Երբ փորձության հուրը կա, միայն իսկական ոսկին պիտի մնա, իսկ ձևականությունը պիտի մոխրանա։ Ուրեմն արտնցիր դուն, որ կննչես։ Մի վստահիր քո անցյալի հաջողություններուն կամ քո նախնիներու հավատքին։ Աստված այսօր կփնտրե քո գենտանի հավատքը։ Սարտիգեի պատկամը հույսի պատկամ է նաև, որովհետև Դերը դակավին կխոսի։ Եթե ան կհանդիմանե, ուրեմն կսիրե։ Ապաշխարե քո բաղությանդ համար։ Խնդրե Տիրոջմե, որ Սուրբ Հոգին գրագով այրե քո սիրտդ մերելության մեջ են։ Պատրաստվիր, որովհետև Դերը կմոտենա որպես քո անոնց համար, որոնք քնացած են, բայց որպես բրգիչ անոնց համար, որոնք արթուն են։ Լսեցեք, ինչ որ Հոգին գսե եկեղեցիներուն։ Մի ըլլաք հարկելի դիակներ, այլ եղեք Քրիստոսի գենտանի զինվորները։ Ամեն։